Հավատում եք, որ գրիչները կարող են ակտիվացնել ձեր տեսողությունը։ Ես էլ չեմ հավատում, բայց իհարկե կան գործիքներ, որոնք ուղղակի մի քիչ կարող են նպաստել։ Իդեպ գրիչն օգտագործելիս սուրճ ծայրը չմտցնեք աչքը։ Դա վտանգավոր է սիրելիներս։ Այսօր ես տալու եմ մի քանի վարժություն, ինչպես հասարակ մատիտի գրիչի օգնությամբ կետային սեղմումներով կամ վարժություններով վերականգնել տեսողական մկանների աշխատանքը։ Այսօր խնդիր ունենք բոլորը, տեսողությունը թուլանում է, կարճատեսություն, հեռատեսություն, խնդիրներ անընդհատ սպազմ աչքերում, լարվածություն, այրոցներ, ցավեր։ Եվ իհարկե արդյունքում մշուշվում է եւ թթվածնային քաղցը ամենաառաջինը նկատվում է աչքերում։ Որպեսզի վերականգնենք, կատարում ենք Aeroflex շնչառական տեխնիկայով օրվա ընթացքում ընդամենը 5 րոպե տրամադրելով մի քանի վարժություն։ Կետային սեղմումներ։ Անմիջապես մեր հոնքերի հիմքում սեղմում ենք կետեր։ Կարող են լինել բավականին ցավոտ այդ կետերը։ Միաժամանակ այս կետերը ըստ չինական լազերնաբուժության համապատասխանում են լյարդի, երիկամի ֆունկցիաների եւ հաճախ տոքսիկացիոն մակարդակը արյան մեջ, երբ լյարդը եւ երիկամները չեն հասցնում ֆիլտրել նրանց, կարող են բերել սպազմերի եւ աչքերի ցավերի։ Արագ-արագ թարթում ենք։ Կատարենք Aeroflex շնչառական տեխնիկան։ Քթով, բերանով, ստոծանիով, հանելով սպազմերը թափառող նյարդից, կատարում ենք արագ-արագ թարթումներ։ Այս վարժությունը ինչպես լիցքաթափում է աչքերը, հատկապես եթե երկար նստած եք համակարգիչների առջև, քթով շունչ 2-3 անգամ դանդաղ արտաշունչեր, այնպես էլ ակտիվացնում եք թափառող կամ հանգստացնող նյարդը, որը հանում է լարվածությունը աչքերից։ Նայում եք մեկ մատիտին, մեկ հեռու կետին նույն գծով։ Քթից 10-15 սանտիմետր հեռավորության վրա պահում եք, հայացքը ֆիքսում եք մեկ մատիտին, մեկ հեռու, մատիտին, հեռու, մատիտին, հեռու։ Նույնը կարող եք պահել, ահա, այս հատվածում, մատիտին, հեռու։ Մյուս կողմում մատիտին հեռու։ Այս վարժությունները իհարկե բավականին դժվար են, կարող են անգամ առաջացնել սրտխառնոցներ, կատարեք պտույտներ եւ հայացքով հետևեք։ Առանց գլուխը շարժելու։ Հիշեք նաեւ շնչառության մասին։ Ինչպես նաեւ կատարեք պտույտներ, նորից հետևեք աչքերով։ Կան տարբեր շարժումներ, բայց ամենակարևոր գաղտնիքը Aeroflex տեխնիկայի մեջ է։ Ինչպես վերականգնել տեսողությունը, եթե կա խնդիր պարանոցային սպազմային հատվածում, սա արդեն խնդիր է 30+ տարիքում եւս, չեմ ասում նաեւ երեխաների մոտ։ Կարող եք այցելել Aeroflex եւ ստանալ տեսողության վերականգնման ձեր գաղտնիքը։